խաղաղություն, բերներդեն լավ ասը, խաղաղություն չկա, կա կարճաթև դադար, մինչև մյուս պատերազմը։ Կարճաթև դադարից հիմա օգտվում են, մինչև սկսեմ մյուս պատերազմը։ Իմ կարծիքով արդեն սկսել է ինքը այդ տագնապի այդ ազդանշանը ինքը չի դադարել, ասենց կարմիր լույսը քանթատ կա այդ տագնապը իրականում հենց հիմա, ուղղակի շատերը չեն հասկանում դա։ Հիմա ուղղակի մի քիչ սառել է էլի այդ ամեն ինչ։ Թե չէ հենց հիմա պատերազմն է ինքը իրականում։ Մենք պետք է պատրաստ լինենք հոգեպես մեր ներքինը, մեր կամքը պետք է պատրաստ լինի, մենք պետք է աշխատենք մեր վրա, որպեսզի ճիշտ կողմնորոշվենք։ Պետք է ինքնակազմակերպվել, պետք է գնահատական տալ այն ամենին, ինչ կատարվեց, որպեսզի կարողանաս այդ գնահատականից հետո կարողանաս սխալներ ուղղել։ Մինչև գնահատական չտաս, դու չես կարող սխալներ ուղղել, որպեսզի չկրկնես այդ սխալները։ Դա է մեզ պետք է զբաղվել ինքնանորոգմամբ։ Ես հասկացել եմ, որ մեզ պետք է արիություն, ոչ թե քաջություն։ Քաջություն այլ բան է։ Քաջությունը դա էմոցիոնալ ֆոն ունի։ Արիություն է պետք, արիությունն էլ ինչ է արիություն, արիությունը դա գործելու ունակություն է, կամք է քեզ պետք։ Դա ֆիլոսոֆիայից չի, սա բան է, իրականություն է, ուղղակի շատերը չեն հասկանում։ Դեն այլ է ասեմ, արիությունը մի հատ ճշմարիտ կրոնն է, առանց որին ոչինչ արժան կրոնները։ Մարդը պետք է արի լինի, որպեսզի կարողանա գործի, արվեստում կլինի, պատերազմի դաշտում կլինի, որտեղ ուզում է լինի, եթե դու արի չես, դու ունակ չես գործելու, իսկ եթե դու ունակ չես գործելու, դու հետևաբար կամ տրամաբանորեն ունակ չես եւ գոյատևելու լինելու։ Դա նորմալ է, դա բնական ընթացք է, պետք է հասկանանք։ Հույսներս դնենք մենք մեզ վրա, ինչ ասում, չսպասենք ինչ-որ մեկին։ Նավեկացին է միջալուց լավ ասում, ես մարտնչում եմ ինքս իմ դեմ, դա էլի փիլիսոփայություն չի, դա իրականություն է, ուղղակի մարդիկան հասկանում են, մարդիկա չեն հասկանում։ Դու քո դեմ ես մարտնչում, պատերազմի դաշտում էլ կլինի, թե որտեղ լինի, թե արվեստում, դու քո դեմ ես մարտնչում։ Դու պահանջում ես ինքդ քեզ